Կարիքի ժամանակ գոհացիր։ Գոհությունը մեզ համար զենք հասրելիս։ Գոհությունը, ես կուզենամ հենց ամենասկզբում դնեմ իմ ու քո ներսում, գոհությունը դա խնդրի, տկարության, պակասության հետ համաձայնվելը չի։ Գոհությունը դա զորություն է։ Գոհությունը դա ճեղքում է։ Գոհությունը դա պատասխան է բերում կարիքի ժամանակ։ Հովհաննես ավետարան 6-րդ գլուխ հրեաների զատիկի տոնը մոտ էր։ Հիսուսն էլ իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ, որ շատ ժողովուրդ էր գալիս իրան մոտ, ասեց Փիլիպոսին. «Ինչ տեղից հաց առնենք, որ դրանք ուտեն»։ Բայց այս ասեց նրանց փորձելու, որովհետեւ ինքը գիտեր, թե ինչ պիտի աներ։ Փիլիպոսը պատասխանեց նրան. 200 դահեկանի հաց բավական չէ դրանց, որ ամեն մեկը մի քիչ առնե։ Նրա աշակերտներից մեկը, Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասեց նրան. «Այստեղ մեկ տղա կա, որ 5 գարի հաց ունի եւ 2 փոքր ձուկ, բայց սա ինչ է այդ շատ մարդկանց համար»։ Հիսուսն էլ ասեց. «Մարդկանցը նստեցրեք», եւ շատ խոտ կար այնտեղ, եւ մարդկանց նստեցրին համարով իբր 5000։ Եվ Հիսուսը հացերն առավ, գոհացավ եւ բաժանեց աշակերտներին, եւ աշակերտել են նստողներին եւ նույնպես ձկներիցը, որչափ որ կամեցան։ Եվ երբ որ կշտացան, ասեց իր աշակերտներին. «Ժողովեցեք ավելացած կտորները, որ բան չկորչի», եւ ժողովեցին եւ կտորներից 12 կողով լցրեցին այն 5 գարի հացը, որ ուտողներից ավելացան։ Բայց մարդիկը երբ որ տեսան այն նշանը, որ արավ Հիսուսը, ասում էին. «Սա է ճշմարտապես այն մարգարեն, որ պիտի աշխարհ գար»։ Փառք մեր սքանչելի Տիրոջը։